Տաթևում անցկացվող բեյս ջամփերների փառատոնն առանձնահատուկ էր այն առումով, որ մարզիկներն առաջին անգամ նետվեցին ճոպանուղու խցիկներից։ Մինչև այս նրանք էքստրեմի պակասը լրացնում էին բարձրահարկ շենքերից ցատկելով։ Բեյս ջամփերների տրամադրության տակ է աշխարհի ամենաերկար ճոպանուղին, ամենախոշոր կիրճը եւ Սյունիքի անվերջանալի լեռները։ Բեյսֆեստի միջոցառումը տաթև էր բերել 8 երկրների 60-ից ավելի բեյս ջամփերների։ Թռիչքի առավելագույն բարձրությունը 320 մետր էր։ Առաջին իսկ թռիչքի ժամանակ հոլանդացի պարաշուտիստ նոթում ծածանեց Արցախի դրոշը։ Պարաշուտը բացեցի 150 մետր բարձրության վրա։ Օդում ակաժներդ փակվում են, քամին ծամածռում է դեմքդ։ Տեսնում ես միայն լեռներ, գեղեցիկ լեռներ, եւ միայն վերջում ես կենտրոնանում վայրեջքի վրա։ Թռիչքի ժամանակ սիրտդ սկսում է արագ աշխատել, բայց սա հաճույք է, իսկական ժամանց։ Փառատոնին մասնակցեցին բեյսերներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից եւ Նիդերլանդներից։ Պրոֆեսիոնալ բեյս ջամփերների թիմը հավաքել էր պարաշուտային դիսցիպլինայի եռակի չեմպիոն Գլեբ Որևոդինը։ Նախքան այդ ապահովության համար բոլոր մարզիկները մասնակցել էին թեստային թռիչքների։ Շատ յուրահատուկ վայր էր, թռիչքների համար անվտանգ, բարձրությունը բավարար էր, իսկ վայրեջքի համար ներքևում կային հիանալի տարածքներ։ Տաթևն իդեալական վայր է այսպիսի փառատոնների համար։ Բեյսերների անհավանական թռիչքներին ոգևորված հետևում էին էքստրեմալ սպորտի հարյուրավոր երկրպագուներ, բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Փառատոնի կազմակերպիչների կարծիքով Բեյսֆեստի հիմնական նպատակն էլ հենց դա էր՝ զարգացնել զբոսաշրջությունը։ Միջթռիչքային դադարների ժամանակ զբոսաշրջիկների համար անցկացվեցին մարզական, մշակութային եւ ժամանցային միջոցառումներ։ Հաղթող եւ պարտվող նման բաներ չկա, իրանցից ամեն մեկի համար իրանց հարյուրավոր թռիչքներին եւս մեկը ավելացնելը արդեն հաղթանակ է։ Պարաշուտիստների համար Տաթևի լեռները դեռևս լիովին բացահայտված չեն։ Կազմակերպիչները բեյս ջամփերների համար փառատոն ծրագրել են նաև ձմռանը։ Տարվա այդ եղանակին եւս Տաթևի լեռները գեղեցիկ են եւ հարմար էքստրեմալ սպորտի սիրահարների համար։ Գրիգոր Ավետիսյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։